Գարեգինբային գահանկեց անելու գործընթացին զուգահեռ նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց եպիսկոպոսների հետ ու խոսեց արժեքահեն պետությունից։ Նույն օրը իշխանամերձ կայքեր, այնուհետև իշխանության ներկայացուցիչներ սկսեցին տարածել բարձրաստիճան հոգևորականների ստորագրությամբ մի հայտարարություն, ըստ որի քննչական կոմիտեն իբր հաստատել է Արշակ արքեպիսկոպոսի տեսանյութի իսկությունը, իսկ կաթողիկոսը ամեն գնով փորձում է կոծկել սրբապիղծ արարքը։ Իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգևոր արժեքները, դրանք մեծապես կանխորոշում են նաև պետության ընդհանրապես արժեքահենք լինելը եւ հասարակության արժեքահենք լինելը։ Նիկոլ Փաշինյանը խոսում է արժեքային համակարգից, իսկ արդյոք իր կողքը ժողոված եպիսկոպոսները կրում են այդ արժեքները։ Բայց հասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Կճոյանը հայտնի է հոգևորականին ոչ վայել ճոխ կենցաղով եւ ՀՀԿ-ի ամենաեռանդուն քարոզիչներից է։ Սրանք 2011-ին Փաշինյանի ընտանիքին պատկանող հայկական ժամանակի տողերն են։ Վարչապետի հետ հանդիպման առանցքային դեպքերից մեկը հենց օֆշորային սկանդալով ու Bentley-ով հայտնի նավասարդ arczepiskopos Կճոյանն էր։ Գործող իշխանության օրոք իրավապահները նրան հիշել էին, բայց հետո նորից մոռացան։ 2013-ի օֆշորային սկանդալը, որում ներգրաված էր նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ նավասարդ arczepiskopos Կճոյանը, կրկին դարձավ բուռն քննարկման առարկա։ Այս անգամ այդ մասին հիշեցրեց ազգային անվտանգության ծառայությունը։ Այդ Bentley ավտոմեքենա ինքը նվիրել է գումարը, հետագային ինքը օտարել է, վաճառել է, նվիրել է կարիքավորներին։ Դուք ինձ ձանձրացրեցիք։ Իսկ ինչ անենք, որ ձանձրանանք։ Խելոք եղեք, խելոք։ Փաշինյանը շատ է սիրում հղումանել մամուլին եւ մեղադրել իր քաղաքական հակառակորդներին։ Նույն մամուլը բազմաթիվ տեղեկություններ է հրապարակել վարչապետի հետ հանդիպած ու հայտարարության տակ ստորագրած հոգևորականների մասին։ Նրանցից մեկը Արաքել arczepiskopos Քարամյանն է։ Դեռ 2022-ին 168 AM-ը գրել էր, որ հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդը քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հայրն է։ Գիտեք, երբ աղոթքի մեջ ենք, երբ վասուհետ ենք, միշտ չարը փորձում է խզել այդ կապը։ Դրա համար միշտ մեր հոտի, Աստծով մեր հոտի հետ պետք է լինենք։ Արժեքային այլ համակարգի մասին էր նախկինում խոսում Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Նա վեհափառ հայրապետին վերագրվողը որակում էր բամբասանք ընդամենը ամիսներ առաջ։ Հիմա այդ բամբասանքները տարածողի կողքին է։ Մեզ որևէ մեկը թող մտքով չհասկացնի դարձնել գործիք այս քաղաքական զարգացումների մեջ։ Մենք ավելի լավ է հալածվող եկեղեցի մնանք, քան դառնանք գործիք։ Մի անգամ դարձանք անընդհատ դառնալու ենք։ Ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի վեհափառի դեմ սկսած այս արշավը։ Շատ անընդունելի, միանշանակ անընդունելի կներեք եւ ավելացնեմ բամբասանք ուղակի այն ինչ որ վերագրվում է վեհափառ հայրապետին, դա որակում իբր բամբասանք։ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն arczepiskoposն էլ հունիսի 29-ին, երբ Միքայել Սրբազանը ներկայացել էր քննչական կոմիտե, շենքի դիմաց աղոթում էր։ Հոկտեմբերին Արգիշտի Մեխակյանի հետ մասնակցում Էջմիածնի տոնակատարությանը, ապա հայտարարում, որ իր համար անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը, իսկ նոյեմբերին էր հայտնվում ՔՊՀ-ականների տարածած ստորագրություններով փաստաթղթում ու հանդիպում վարչապետին։ Ներկա կացյալ հավատավոր Հովանյալ Սուրբ եւ պատվական Խաչևտոյի Խաության։ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն էլ հունիսին ասում էր, թե կուսակրոնությունը բացառապես եկեղեցու ներքին հարցն է։ Դրա քննության հետ կապված եկեղեցում կան համապատասխան հանձնաժողովներ եւ ժողովական այլ մարմիններ։ Սա հանրային հարց չէ։ Բայց նոյեմբերին հանդիպեց իր խոսքով այս ներքին հարցի վերաբերյալ գրության արտահոսքը կազմակերպած քաղաքական ուժի ղեկավարի հետ։ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության տակ ես ինքս եմ նաև ստորագրել։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Մեր ջանքն ու եռանդը պետք է ուղղված լինի այսօր նախ եւ առաջ Արցախի հանրապետության պետական կառույցների պահպանումը Մայր Հայաստանում։
Փաշինյանի հետ հանդիպում էր նաև Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, որին դեռ 2014-ին անդրադարձել էր Հայկական ժամանակը, նշելով, որ Վրաստանի նախագահին կից ազգային եւ կրոնական փոքրամասնությունների խորհրդի անդամը նրան մեղադրում էր եկեղեցու գումարները ոչ նպատակային ծախսելու համար։